հարցս կրկին պաշտպանության նախարարին է ուղղված։ Պարոն Պապիկյան, նախորդ տարվա վերջին վարչապետը խորհրդարանում ասաց ընդդիմադիր պատգամավորներին, որով ցանկություն ունի թող գա եւ զենքերը տեսնի, ձեռք բերած մեր։ Եվ օրերս ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին էի լսում հարցազրույցի ինչ-որ շրջանակներում, ասում էր, որ ինքը ցանկություն հայտնել է գալ եւ տեսնել զենքերը, սակայն չեն թույլ տալիս, չեք թույլ տալիս ավելի ճիշտ։ Եվ եզրահանգման է եկել, որ իշխանությունները ինչ-որ բաներ ունեն թաքցնելու, քողարկելու։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, սա եւս մանիպուլյացիայի դաշտից է, թե իրոք ինչ-որ խնդիր կա։ Ինչի եք թաքցնում զենքերը Տիգրան Աբրահամյանից, հարցին կպատասխանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, համեցեք։ Նախ վարչապետի հայտարարությունից հետո ես եւս մի քանի անգամ, այդ թվում նաեւ այս ամբիոնից հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին, որպեսզի նրանք կազմակերպվեն, խմբակցությանը հրավիրել ենք խմբակցությունների, որպեսզի գան այն փուլում, երբ մենք հնարավորություն ենք ստեղծել, այսինքն տեղափոխել ենք համապատասխան վայր, նոր գնված զենք զինամթերք եւ ցուցադրում ենք բոլոր այն խմբերին, ովքեր ինքնակազմակերպվում էին, իրենց համար նույնպես այդ հնարավորությունը եղել է։ Հայաստան խմբակցությունը չի արձագանքել, մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների եւ զորահանդեսների միջոցով։ Մենք դա ընդունել ենք ի գիտություն։ Մյուս խումբը, մյուս խմբակցությունը չի արձագանքել, խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է մեկ падգամավոր, որ ինքը պատրաստ է գալ եւ դա նայել։ Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկ падգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնացնել, որ մեկ падգամավոր գա բարեհաճի, գա եւ մեր ընձեռած հնարավորությունից օգտվի։ Նորից եմ առաջարկում, թող բարի լինեն, հավաքվեն եւ համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորությունը կստեղծենք։ Կամ թող սպասեն այդ հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում։ Շնորհակալ եմ։ Արձագանք ունեք։ Շնորհակալ եմ, պարոն Պապիկյան։ Ուզում եմ նաեւ արձանագրել, որ այս հնարավորությունից ընդդիմադիրները չեն օգտվում, երբ որ կարելի է հենց գերատեսչության ղեկավարին այս հարցով դիմել, եւ մենք արդեն տևական ժամանակ է գոնե այդ մի խմբակցության դեպքով հաստատ կարող եմ ասել, որ ականատես ենք լինում, որ ուղղակի գալիս են, հերթագրվում են առավոտյան եւ քվեարկություններին մասնակցում, դա էլ նրա համար է, որպեսզի աշխատավարձ ստանան, թե չէ դա էլ չէին անի։ Այսինքն խնդիրները ուղղակի որոշ լրատվամիջոցներով իրենց սպասարկող բարձրաձայնում են, էլի մանիպուլատիվ դա օգտագործում են եղելությունը, այստեղ այդ հարցերը չեն բարձրաձայնում։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար